Զենք քաջած, զենք յուրյանց կարգախոսով էին առաջնորդվում նրանք, հայրենիքի համար ճակատագրական պահին ոտքի ելած քաջերի զավակները, ովքեր պատրաստ էին կրծքով պաշտպանել հայրենիքը եւ հասնել հաղթանակի։ Ավաղ նրանցից շատերը նահատակվեցին։ Նրանց շարքում հայրենիքի նվիրյալ զավակ Արամ Հրաչեի Մկրտչյանը։ Ծնվել է 1999 թվականի ապրիլի 14-ին Թուրքմենստանի Հանրապետության Աշխաբադ քաղաքում։ 2008 թվականին ընտանիքով տեղափոխվել են Արցախ, որտեղ ուսումը շարունակել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժինը։ 2017 թվականին զորակոչվել է պաշտպանության բանակ եւ պարտադիր զինվորական ծառայության անցել կենտրոնական պաշտպանական շրջանում։ 2019 թվականին զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում, միաժամանակ շարունակելով համալսարանական ուսումը։ 2020 թվականին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Արամը ծառայեկից ընկերների հետ շտապեցին մարտական դիրքեր հայրենիքը պաշտպանելու։ Հոկտեմբերի սկզբներին Հադրութում էին, այնուհետև տեղափոխվել են Վարանդայի հատված եւ դիրքավորվել Ղարղաբազար տեղամասում, որտեղ հոկտեմբերի 15-ին Արամը հայտնվելով ծուղակում կենաց ու մահու պայքար մղեց ու զոհվեց մարտական ընկերների հետ միասին թշնամու արձակած հրազենային կրակոցներից։ Արամ Մկրտչյանը ուղարկավորվել է 2021 թվականի ապրիլի 5-ին Ստեփանակերտի հուշահամալիրում։ Արամ Մկրտչյանին սիրում էին բոլորը՝ ուսուցիչները, աշակերտները, դասընկերները։ Յուրահատուկ տղա էր, օրինակելի պահվածք ուներ եւ չափազանց դաստիարակված էր։ Դպրոցում սովորելու տարիներին Արամը զբաղվում էր բասկետբոլ մարզաձևով։ 10 տարի հաճախել է Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց։ Он был молод, но был очень честен и справедлив. Он был хорошим баскетболистом. Он украшал команду баскетбольную. С ним команда одерживала победы. И, по-моему, многие на этом поле наблюдали именно за его игрой, за его красотой, за его ростом, за его благородной улыбкой. Добрый, очень ответственный, очень красивый, высокий, смелый, умный. Но наравне со всеми этими качествами я хотела именно в этом классе отметить его необычное качество – порядочность. В начале сентября у нас была встреча на Центральной площади. Очень долго говорили, вспомнили школу, школьные годы. И в конце обменялись номерами телефонов. Но до сих пор я не могу стереть его номер телефона. И такое ощущение, что с этим номером в телефоне, что Арам с нами. Я хочу вспомнить один эпизод из 6 класса, когда мы начали изучать историю Армении. Ему очень трудно удавался этот предмет, потому что он не владел армянским в совершенстве. Я пыталась помочь ему, оставались после уроков. И я помню случай, когда глаза его заблестели от радости, когда он узнал, что его имя означает Армения. То есть от имени потомков Хайка, Арама, и наша страна стала называться Арменией. Для него на первом месте в жизни была семья. Он стал бы прекрасным отцом, стал бы прекрасным мужем. Это был добрый, отзывчивый, весь такой положительный, скромный, воспитанный, действительно ласковый, воспитанный. Он умел дружить, он умел поддерживать. Он никогда не смеялся над другими, вот эта черта. Он никогда не считал, что он лучше других, никогда не показывал свое превосходство, хотя во многом он превосходил других в своих качествах. Эти черты характера привлекали к нему как к человеку. Արամն ընդգրկված էր Արցախի բասկետբոլի պատանեկան հավաքական թիմում, նաև Հայաստանի Հանրապետության 20 տարեկանների հավաքականում, որի կազմում մասնակցել է բազմաթիվ մրցումների նաև օտարերկրյա առաջնություններում։ Պրոֆեսիոնալ բասկետբոլիստ էր, խաղացել է Վրաստանում, Թուրքիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Իրանում եւ Պորտուգալիայում անցկացված մրցումներում եւ զբաղեցրել առաջնային տեղեր, արժանացել է մեդալների, գավաթների եւ մի շարք պատվոգրերի։ Թիմում նա
աչքեր ընկնում իր աշխատասիրությամբ, իր բարձր հասակով, նա շատ բարի էր եւ ընկերասեր, սերը դեպի բասկետբոլը եւ ապագան նրան, որ սպասում է մեծ հաջողություններ, Արամը մինչեւ 12-րդ դպրոցականների Սպարտակիադայում կրկնակի չեմպիոն է։ Շատ հիշողություններ կա հենց բասկետբոլի առաջնություններ Պարսկաստանում, Երևանում, Վրաստանում։ Когда Арам уже подрос, мы жили здесь, в Степанакерте. У меня всегда, каждый день было ощущение, что у меня есть старший брат. Настолько организованный во всем, он четко знал, что ему нужно от этой жизни. Он взял на себя большую ответственность, он обещал родителям сделать все, что в его руках. Я всегда могла обратиться к нему за помощью, за советом, поможет, выслушает в любом вопросе. Мой младший сын Арман должен ходить на баскетбол, и он обязательно должен стать разыгровщиком. Арам для меня это человек, у которого всегда было хорошее настроение, который старался передать свое настроение, был всегда рядом, и мне очень часто его не хватает. Когда Арам родился в 1999 году, в нашей семье счастью не было предела. После 2 девочек долгожданный сын. Арам был назван в честь своего дедушки. Порядочный, очень добрый, очень интеллигентный человек. Он был мастер на все руки. В детстве был очень озорным мальчиком, непоседой. Он не мог сидеть на одном месте, все время бегал, прыгал, вытворял какие-то опасные вещи для здоровья. Всегда в общем, за ним нужен был только глаз да глаз. И когда я приходила за ним в садик, там открыли факультативную группу шахмат. И к моему большому удивлению, когда я приходила за Арамом, воспитательница говорит: а он на шахматах. Я говорю: как? Он же должен был где-то там бегать. В дальнейшем он серьезно занимался шахматами, даже занимал какие-то призовые места, но это все было в Ашхабаде. А потом, когда Арам вырос, он стал таким степенным, уравновешенным, интеллигентным, таким элегантным, я не знаю, какие эпитеты подобрать, таким вот юношей. И я всегда гордилась, что вот это идет мой сын. И благодаря баскетболу он побывал в очень многих странах. Он, когда оттуда приезжал, я всегда спрашивала: Арам, понравилось тебе там? Вообще, какая страна, как, что? Ответ был всегда один и тот же: мама, Степанакерте Тляфтехчика. Вот как-то так он, не знаю, любил свой город. Финал высшей лиги проходит в Ереване. Арам играл во 2-м составе, так как основной состав были более опытные игроки, и легионеры играли. Мы очень сильно болели. Мы мечтали, чтобы выиграл Арцах на этих играх, команда Арцаха. И когда в конце игры выходит на поле Арам, у него получается забивать подряд 2- и 3-очковые мячи. И комментатор даже говорит, что Փաստորեն Արցախի երկրորդ թիմը ոչ մի բան չի զիջում հիմնական խաղացողներին։ Կեցես Հայլուն խաղաց այս դրվագում Արամ Մկրտչյանը ցածկով գնդակն ուղելով դեպի Զամբյուղը Խաչատրյան Եվ Արամ Մկրտչյանը հերթական միավորն է բերում իր թիմին, այն էլ 3 միավոր։ Կարելի է ասել, Արցախի երկրորդ կազմը բնավել չի զիջում հիմնական խաղացողներին։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է կենտրոնական պաշտպանական շրջանում, որտեղ ևս յուրահատուկ զինվոր էր։ Մասնակցում էր առաջնությունների եւ զբաղեցնում մրցանակային տեղեր։ Արանն աչքի էր ընկնում նաև գեղեցիկ արտաքինով եւ սպորտային կազմվածքով։ Արամը այն մարդկանցից էր,
որ ժամանակ չէր պահանջում, այսինքն պետք չէ իր հետ շփվես, ընկերություն անես տարիներով, ամիսներով, որպեսզի ճանաչես, թե ով է Արամը, վայելում էր ոչ միայն հրամանատարության, այլ նաև իր զինակից ընկերների սերն ու հարգանքը։ Եվ մենք կազմակերպում ենք Զորամասում սպորտային մարզական առօրյան եւ միաժամանակ այդ խաղային ձևերում, թիմային ձևերում ես միշտ ընդգրկում էի Արամին։ Կազմեցի համապատասխան հրաման, Արամին նշանակեցի Զորամասի հավաքական բասկետբոլի թիմի մարզիչ եւ Մայրաքաղաքի 9-րդ դպրոցի մարզադահլիճում ռեգուլար պարապմունքներ կազմակերպելու արդյունքում մենք կարողացանք մասնակցել այդ առաջնությանը, որտեղ մասնակցում էին 9 թիմ եւ գրավել պատվավոր առաջի տեղը։ Ընկերասեր էր ինքը, բոլորի հետ շփվում էր։ Բանակը ծառայել եմ իմ փոքր աղբորս հետ միասին ցորում։ Միշտ քնալիս ընկել, միշտ հրցնելիս ընկել, կարող է ինչ-որ խնդիր, կուճիրը բեմ, բայց որանք նաշընտվալ վեշ մին պենից վախվանին վեշ, թե բանակում, թե բանակից հետո կռվում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում, միաժամանակ շարունակելով համալսարանական ուսումը։ Աշխատավայրում եւս նրան սիրում, գնահատում եւ հարգում էին, նվիրված էր աշխատանքին, կատարում էր իր առջև դրված պարտականությունները։ Մեկ տարվա ընթացքում հասցրել էր սիրվել բոլոր գործընկերների կողմից։ Շատ դասիրակված, շատ պարտաճանաչ, կյանքի նկատմամբ լցված դրական իսկերով, հարգանքով, իր շրջապատի նկատմամբ, չափավոր հումորով, աշխատանքի մեջ նրան որպես նորեկ աշխատող, նրան պետք չէր մի քանի անգամ նույն բանը բացատրել։ Նա շատ ընդունակ էր, շատ գրագետ էր։ Արամը 2019 թվականին, երբ ինքը համալրեց մեր շարքերը, առաջի հայացքից նա երևում էր, որ շատ համեստ էր, շատ խելացի էր։ Ինքը որպես լավ ծառայող արդեն տեղափոխվեց ուրիշ տեղ։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Արամը իր ծառայեկից ընկերների հետ կազմավորված վաշտի կազմում նետվեց առաջնագիծ հայրենիքը պաշտպանելու։ Հոկտեմբերի սկզբներին նրանց վաշտը Հադրութի հատվածում էր, այնուհետև տեղափոխվեցին Վարանդայի հատված եւ դիրքավորվեցին Ղարղաբազար տեղամասում, որտեղ թեժ մարտեր էին մղում թշնամու դեմ։ Պատերազմը սկսելուն պես նա ընդհանրապես մեկ վայրկյան անգամ չմտածեց մասնակցել չմասնակցելու մասին։ Մենք մեր խմբով եւ Արամն մեր հետ տարբեր ուղղություններով ենք գնացել։ Եկել է պահը, որ մեզ ուղարկել են դեպի Հադրութ եւ Արամի հետ ես էի մեր ազնագազմից, մարտական ոգին բարձր էր։ Տեղ հասանք, տունվախը չկար մեջը, գրպանում տեսա երկու հատ սուրճ, փոքր տոպրակով սուրճ էր, հարցրեցի, բայց ստեղ ինչ պիտի անենք այդ սուրճը։ Ասաց, որ ժամանակը գտնելու ենք, խմենք, այդպես էլ այդ ժամանակը չեկավ։ Պատերազմի օրերին բախ չի վիճակվալ ու տեսնալի, քանի որ ես էլ մեր հիշողությամբ հնարավորություն չլալ խոսել իրեն։ Последний раз, когда мы говорили с ним по телефону, он был очень спокойный. Он сказал, что у него все есть. Они не голодные, не холодные, но как в дальнейшем оказалось, это было не так. Были счастливы до 27 сентября. Я не знала, где он находится, в каких районах, куда их повезли. И последний звонок 14 октября. Дочка моя младшая сказала: мама, знаешь, Арам уехал в Гадрут, вот это местечко Ղարղաբազար. А когда он позвонил, я говорю: Арам, ты почему маме ничего не говоришь, куда ты едешь? Ты же знаешь, мама сильная, ты можешь мне спокойно все говорить, я выдержу. Он в трубку такой: мама сильная. Это был последний звонок. Вот после этого звонка дальше было еще хуже. Мы узнали, что группа попала в засаду, и с ними нет никакой связи. А потом мы Арама ждали полгода. И когда пришла плохая весть об Араме, это было 3 апреля. Такой был гром, ливень, гроза. Именно вот в эту секунду
Как будто небо плачет вместе с нами. Տշնամին արդեն թիրախավորել էր տղաներին եւ նախապատրաստվում էր դիվերսիոն գործողությունների։ Հոկտեմբերի 15-ին Արամը Վաշտի հետ միասին հայտնվում է ծուղակում։ Նրանք կռվեցին մինչև վերջին փամփուշտը եւ իրեն զարյան վերջին կաթիլը, սակայն թշնամու հատուկ ջոկատայինների մեծականակ խումբը կրակում էր հրազենային տարբեր զինատեսակներից։ Նույն օրը, հոկտեմբերի 15-ին, քաջաբար զոհվեց ենթասպա Արամը։ Նրա հետ զոհվեցին նաև իր մարտական ընկերները Վարանդայի Ղարաբազար գյուղում։ Երբ լսեցինք լուրը, որ Արամ Մկրտչյանը ևս զոհվել է, շատ ծանր էր այն մեր համար, շատ ծանր տարանք, մինչև այսօր էլ մեր համար շատ դժվար է փառք ու պատիվ Արամին եւ նրա հետ ընկած մեր բոլոր նահատակներին, նրանք միշտ մեր հուշերի մեջ են։ Они погибли, но живут рядом с нами. Каждый день, каждый час мы их помним. Помним особенно нашего Арама, Арамчика, идеального, красивого, воспитанного, толерантного, с большим юмором, с незавышенной самооценкой, человека, который мог критиковать самого себя, хорошего друга, хорошего человека, хорошего сына, брата. Мы его никогда не забываем, никогда. Я думаю, что он не просто пошел на войну. Это не просто ради того, чтобы быть на войне, потому что он считал, что он обязан, как и все, защищать честь своей семьи, свою честь. Дорогой наш любимый Арам, мы тебя никогда не забываем. Он просто отдал свою жизнь, все ценное, которое у него было. Очень жаль, таких ребят, как он, очень много. Я бы хотела поблагодарить всех родителей, матерей, особенно, которые воспитали таких детей, таких сыновей. Вечно будем помнить, а пока мы их помним, значит, они живы. То, что Арам оставил, этот светлый, теплый след, след воспитанного человека. Арам является олицетворением истинного патриота своей страны, поскольку он не побоялся смерти, он взял на себя такую ответственность, и мы нашего брата, нашего дорогого защитника будем помнить и не переставать скучать. Очень часто чувствуете его присутствие, как будто он рядом, наблюдает, защищает. Он всегда с нами. Он живет в каждом из нас, в наших сердцах. Я очень горжусь быть сестрой героя. Мы помним, мы любим. Ընտանիքում չգիտեին որդու զոհվելու մասին։ 5 ամիս շարունակ փնտրել են Արամին։ Եվ միայն 2021 թվականի փետրվարին է գտնվել Արամի դիակը եւ ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Ապրիլի 3-ին նույնականացման թեստի արդյունքում հաստատվել է Արամի զոհվելու փաստը։ Արամ Մկրտչյանը ուղարկավորվել է 2021 թվականի ապրիլի 5-ին Ստեփանակերտի հուշահամալիրում։ Ուրան անունը միշտ պահելու ենք պետսյուր ու ինքը մզնետա իշքան մենք ուրան հիշում ենք իշքան ուրան մասին խոսում ենք, ուրան մասին պատմում ենք։ Հարկ մեր բոլոր տղաներին մենք միշտ իրանց հիշում ենք եւ հիշատակը միշտ մենք վառ ենք պահելու։ Հարկ բոլոր նահատակներին Արամի գլխավորությամբ մեր հերոսների անունները մենք պետք է վառ պահենք եւ շարունակենք իրենց գործը։ Մենք խոնարհվում ենք Արամի առաջ, խոնարհվում ենք Արամի նման տղաների առաջ։ Կցանկանամ ուղղակի, որ Արամի չապրած տարիները ապրեն այն սերունդը, որ ինքը իր ընտանիքը թողել է։ Արամը մեզ հետ չի, բայց նրա սերը դեպի բասկետբոլը խանձվել է նրա զարմիկ Արմանին, որը հիմա այս խմբում է պարապում եւ հաճույքով է մարզվում։ Я склоняю голову перед всеми мамами, перед всеми родителями, которые родили, вырастили
таких мальчиков, таких героев. Вечная память им. Вечная слава всем тем, кто отдал свои жизни, таких арамов тысячи и тысячи. Дай Бог, чтобы это больше никогда не повторилось. Жаль, конечно, что все это не случилось в его жизни, но он навсегда остался вписанным в страницы истории Армении, которую он так любил. Ընտանիքում 3 երեխա էին, 2 աղջիկ եւ 1 տղա։ Ավագը Կարինեն է, ամուսնացած է եւ աշխատում է Ստեփանակերտի համար 3 դպրոցում։ Լուսինեն նույնպես ամուսնացած է։ Արամն ընտանիքի կրտսեր երեխան էր ու միակ որդին։ Արամի հայրը Հրաչյա Մկրտչյանը որդու անունը հոր պատվին Արամ է կոչել։ Մայրը Տիկին Լարիսան որդուն անչափ կարոտում է, անընդհատ պատմում է Արամի մասին, ծանր է մոր վիշտը։ Նա սգում է, բայց չի ողբում, քանի որ միակ որդին զոհվել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտում, որը գուցե ինչ-որ տեղ եւ սփոփանք է եւ հպարտություն։ Արամն ամուսնացած չէր, հարսնացուի Նինայի հետ մեծ նպատակներ ուներ, որոնք այդպես էլ անկատար մնացին։ Սակայն հպարտանալ եւս կարող է Նինան, որովհետեւ երևի թե նրանց մեծ սերը եւս Արամին տարավ պատերազմի, հանուն իրեն, հանուն Արցախի ապագայի։ Один прекрасный день он встретил девушку под стать ему, такая тоже высокая, умная, красивая Ниночка. Когда он привел ее к нам домой, вот опять-таки счастью не было предела. Мы все очень сильно ее полюбили, все. И мои дочки с Ниной уже были практически как сестры. С появлением Нины, девушки Арама, наша жизнь немного изменилась. Мы приобрели младшую сестру. Мы ее очень полюбили, приняли ее. Но в связи с этой ситуацией она, к сожалению, не может приехать к нам. И на сегодняшний день мы с ней поддерживаем очень дружеские и теплые отношения. Арам – это человек доброты, человек любви. Очень скучаем. Дети скучают, постоянно спрашивают, но физически я потеряла целый мир. Но он живет внутри меня, в моем сердце и в каждом из нас. И до конца своих дней я буду помнить его, любить и всегда гордиться им, своим братом. Когда настала война, мы с ним попрощались, всегда он был с нами, мы его очень любили сильно, он всегда с нами. Арам жив, Арам живет в нашем сердце, Арам живет в наших мыслях, в наших воспоминаниях. Арам все время, каждую секунду рядом со мной. И в честь Арама уже названы 2 прекрасных малыша, которые родились уже после. И родится скоро еще его племянник, тоже будет Арам. И я прошу Бога просто, чтобы эти дети жили под мирным небом и никогда не знали, что такое война. Արամի հորաքույրն իր թորնիկին Արամ անունով է կոչել ի հիշատակ Արամի։ Ընտանիքի ծանոթներից մեկն իր որդու անունը եւս կնքել է Արամի անունով։ Արամի կրտսեր քույրը Լուսինեն շուտով որդի կունենա, որոշել է եղբոր Արամի անունով կոչել որդուն։ Բասկետբոլի հավաքական թիմերը թե Արցախում, թե Հայաստանում անմար են պահում իրենց զոհված մարզիկների հիշատակը։ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում Արամ Մկրտչյանի հիշատակին բասկետբոլի հուշամրցաշար է կազմակերպվել։ Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցում միշտ հիշում եւ մեծարում են իրենց զոհված շրջանավարտներին։ Դպրոցի նախասրահում արցախյան բոլոր պատերազմներում զոհված տղաների լուսանկարներն են փակցված վահանակին։ Նրանց շարքում է Արամ Մկրտչյանի լուսանկարը։ Իսկ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի նախասրահի զոհված ուսանողների հիշատակին ու նրանց անուններով պատրաստված աստղաբույլում վառ փայլում է նաև Արամ Մկրտչյանի աստղը։ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բարձր է գնահատում իր զոհված ծառայողների սխրանքը։ Ոսկե շղթա ու խաչ են նվիրել իրենց գործընկերոջ ընտանիքին որպես հիշատակ։ Իսկ շենքի բակում անմահացած աշխատողների հիշատակին հուշակոթող է կանգնեցվել, որտեղ փորագրված են զոհված գործընկերների անունները, իսկ փառքի անկյունում ընկերների կողքին նաև Արամ Մկրտչյանի լուսանկարն է։
Հայաստանի Հանրապետության ֆիդայիններ ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Արամ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան մեդալով։ Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից ենթասպա Արամ Հրաչյանի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է արիության համար մեդալով։ Արամի գերեզմանակարի կողքին նաև գավաթ ուշաքանդակ է տեղադրված որպես խորհրդանիշ սպորտային եւ մարտական իր բաժին հաղթանակների։ Նրանք կենաց ու մահու պայքարում մարտնչեցին մինչև վերջ եւ նվիրաբերվեցին իրենց հողու ջրին, գիտակցելով մոտալուտ մահը, հերոսաբար մարտնչեցին Արցախ հայրենիքի պաշտպանության համար։ Արամը զոհվեց մարտադաշտում իր բաժին հաղթանակը կերտած։ Նա զոհվեց, բայց երբեք չհանձնվեց, որովհետև նրա զինակիցը արիությունն էր։ Խոնարհվում ենք մարտադաշտում չհանձնված քաջ ու արի Արամի շիրիմի եւ սխրանքների առջև։ Խոնարհվում ենք նրա նմանների շիրիմներին։ Փառք հայոց անմահացած լեգենդար զավակներին։